Բարելով ժողովուրդ ջան, ես ես մի բան եմ նկատում ու սա իրականության հետ ոնց մտածում եմ կապ ունի։ Ուրեմն մեր հայ ազգի միլիարդատերերին ծրագրավորված ոչնչացնում են ամբողջ աշխարհում։ Ուրեմն երևի հենց Քոչարյանը սկսեց Քրքորյանին ոչնչացրավ հենց Ամերիկայում, ծրագրավորված ասա 100%։ Ուրեմն Լևոն Հայրապետյանին Ռուսաստանում ոչնչացրին, Ռուբեն Վարդանյանին ոչնչացնում են Ադրբեջանում, հեսա վերջինն մնացել Սամվել Կարապետյանը, սրան էլ ոչնչացնում են Հայաստանում։ Ժողովուրդ ջան, սա պատահականություն չի, սա պատահական բան չի, սա ծրագրավորված բան է։ Ուղղակի ոչնչացնում են հայ միլիարդատերերին, սրանցից վախ ունեն, վախ, հենց դրա համար էլ ոչնչացնում են, պատահական բաներ չի լինում։ Բայց ինչու Սամվել Կարապետյանին ոչնչացնել հենց Հայաստանում, այս է հեքիաթը, ոչ մի բանի համար, ոչ մի բանի։ Ասում ժողովրդավարությունից եք խոսում, ժողովրդավարություն, ժողովուրդը մեզ ընտրել է։ Մի հատ օրենք ցույց տվեք, որ դուք ժողովրդի ուզած օրենքն եք ընդունել, ցույց տվեք այդ օրենքը մեզ, չկա ոչ մի ժողովրդավարություն, ոչ մի բան էլ չկա։ Ժողովուրդը հերթական անգամ ուղղակի խաբվեց, ուրիշ գաղտնիք չկա։ Ու ես մեր մեծերին էլ սենց ամբողջ աշխարհում ծրագրավորված ոչնչացնում են։ Ես ուրիշ բան չեմ կարողանում մտածեմ, ես ուզում եմ ձեր կարծիքը իմանամ, սա ինչ է կատարվում։ Ինչու հենց Սամվել Կարապետյանին ոչնչացնում են Հայաստանում։ Լավ հասկացանք Ռուբենը Ադրբեջանում է, հասկացանք Լևոն Հայրապետյանը Ռուսաստանում ոչնչացրին, հասկացանք Քրքորյանը հենց Ամերիկայում էլ ոչնչացրին։ Լավ, Հայաստանում ինչի համար, հիմա ով ումա ծառայում, շատ անհասկանալի բաներ է, ժողովուրդ ջան, սա ճիշտ չի, սա ճիշտ չի։ Մեր ազգը տակռից չորացնում են, կեսեր, տակռկից չորացնում են։ Այսօր այսքանը հլա։